Սիրիայում զինված խմբավորումները կրակ են բացել ալավիներով ու հայերով բնակեցված թաղամասերում։ Մեզ մշտապես մտահոգում է սիրիահայերի ճակատագիրը, հատկապես անկայուն իրավիճակներում։ Արևելագետ Արմեն Պետրոսյանի խոսքով վերջին դեպքերի ընթացքում ազգությամբ հայ զոհ չի եղել, բայց անհանգստության պատճառ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկրում վիճակը կայուն չէ։ Այնպես չէ, որ ամբողջովին Սիրիայում իրավիճակը անվերահսկելի, անկառավարելի է։ Ոչ, պարբերաբար լարվածություններ արձանագրվում են, բայց դրանք հիմնականում կառավարելի են գործող վարչակարգի կողմից։ Վերջին բախումները դրանք արձանագրվել են Հոմս նահանգում, Հոմս քաղաքի հարավ գտնվող բնակավայրում, որտեղ սուննիական ընտանիք էր սպանվել, դաժանաբար սպանվել եւ անվտանգության մարմինները Սիրիայի ենթադրելով, որ սպանությունը կարող է լինել դավանական ինքի վրա, տարածաշրջանում բարեկային շամ էին հռչակել, հայտարարել, դրանից հետո էլ սկսել են տարբեր բախումներ։ Ալավիները հիմնականում Բաշար ալ-Ասադի կողմնակիցներն են։ Նրանք Սիրիայի բնակչության շուրջ 10%-ն են կազմում։ Այնինչ հայերի թիվը շատ փոքր է, երկարատև ճգնաժամը նոսրացրել է սիրիահայ համայնքը։ Այնտեղ այժմ մոտ 20,000 հայրենակից ունենք։ Հայերի նկատմամբ հատուկ թշնամական վերաբերմունքի մասին տեղեկություններ չկան։ Նրանք բախվում են նույն դժվարություններին, ինչ այդ երկրի մյուս բնակիչները, ասում է Արմեն Պետրոսյանը։ Հայերն այնտեղ հայտնի արհեստավորների ու հաջողակ գործարարների համբավուն են։ Իշխանափոխությունից հետո Սիրիայում շարունակում են գործել Հայաստանի դեսպանատունը եւ հյուպատոսությունը։ Խմբավորումների բաժանված այդ երկրում հայերին առաջնորդում է նաեւ եկեղեցին։ Սերիո թեմն է եւ Դամասկոսի թեմն է։ Սերիո թեմը ինքը ենթարկվում է Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսությանը, Դամասկոսի թեմը ենթարկվում է Էջմիածին։ Այսինքն համայնքային հիմնական հարցերով զբաղվում են հոգեորականները։ Նախկինում Սիրիայի խորհրդանում կային նաև հայ պատգամավորներ, որպես առանձին էթնիկ տարի ներկայացիչ, բայց այս վերջին ընտրություններից հետո, որոնք եթե չեմ սեպտեմբերին են, ես կարծես թե չեմ նկատել, որ հայ ներկայացիչ կա։ Սիրիայի նոր խորհրդարանը ձևավորվել է մասնակի ընտրություններով։ Հնարավոր է, որ ամբողջ երկիրն ընդգրկող ընտրությունների արդյունքում օրենսդիր մարմնում հայերը եւս ներկայացուցիչ ունենան։ Եղեռնից հետո մեծ թվով գաղթականների ապաստանած Սիրիան ու Լիբանանը լավագույն ժամանակները չեն ապրում։ Ազդեցիկ համայնքներով հայտնի արևելյան այդ պետություններում հայերն այլևս նույն կշիռը չունեն։ Մերձավոր արևելքի ճգնաժամն առկա է եւ հերու վերջնական կարգավորումից բացատրում է վերլուծաբանը։ Հետևաբար մեր հայրենակիցների համար այն նախընտրելի կեցության վայր չէ։ Սիրիայի տարածքում այս պարբերաբար առաջացող անկայունությունները, լարվածությունները ոչ միայն ներքին օբյեկտիվ գործոններով են պայմանավորված, այսինքն թշնամանքը տարբեր էթնիկ, կրոնական, դավանական խմբերի միջև այդ իշխանության ազդեցության համար ունեն շատ մեծ արտաքին ազդեցության բաղադրիչ։ Իրանը եւ Իսրայելը իրենք տարածաշրջանում համարում են ողերիմ թշնամիներ, հակառակորդներ, բայց օրինակ Սիրիայում ունեն ընդհանուր շատ ու չտալու, որպեսզի այդտեղ կառավարությունը հաջողվի, կայունություն ապահովի, որտեղ այդ դեպքում ուժեղանալու են թե Իսրայելի եւ թե Իրանի տարածաշրջանային մրցակից դիրքերը, դիցուկ օրինակ Թուրքիայի։ Անգամ լավագույն սցենարի հզոր ու միասնական սիրիական պետության վերականգնման դեպքում հայերն այլևս այնքան հզոր համայնք չեն լինի, որքան եղել են 20-րդ դարակեսին, բայց այնտեղ ապրող մեր հայրենակիցները կկարողանան վերականգնել երբեմնի բարեկեցությունը, ամփոփում է Արմեն Պետրոսյանը։ Տիգրանուհի Բադալյան, Սյունիք լուրեր։